Բարի ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ մեր բժշկության հերթական հանցագործություններից խոսել, մտածում եմ որտեղից սկսեմ պատմել։ Հիշեցնեմ, որ մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Այդպիսի սովորություն ունեմ, էլի ինքնուրույն է այդ սովորությունը մոտս առաջացել, որ ես իմ հիվանդներին ժամանակ առ ժամանակ գրում եմ։ Կես տարին մեկ կարող է լինի, կարող է մի քիչ շատ հիվանդներ ունենամ ու շուշ ավելի գրեմ տարին մեկ, բայց միշտ բացում եմ իրենց քարտերը նայում եմ, հենց ազատ ժամանակ եմ ունենում, չեմ կարողանում ազատ ժամանակս աշխատանքի տեղը ուրիշ բաներով զբաղվել, բացում եմ քարտերս, տեսնում եմ ով է եկել իմ մոտ, ինչ խնդիր է եղել, ինչ խորհուրդներ եմ տվել ու SMS եմ գրում, որ հիշեցնեմ, որ պապկսուկ պիտի հանձնեք կամ սոնոգրաֆիայի խորհուրդ տվել արել եք թե ոչ։ Ու տենց վերջերս մի օր մտա ու մի 10 հոգու գրեցի իրար հետևից, այս պատասխանները դե մինչև գալիս են, արդեն քարտերը փակած է լինում, չեմ հիշում ում եմ գրել, ինչ եմ գրել։ Մեկին է զանգում, որ բա դուք պապկսուկ վերցեցիք, ես հետո գնացի բժշկի, ինձ ամեն ինչ հեռացրեցին, արգանդը, ձևարանները, մտածեցի երևի մեծահասակին է, լավ չի հասկացել ինչ է կատարվել, ոնց ասում եմ ձեր ազգանունը հիշեցրեք, մի հատ բացեմ կգրեմ իմ մոտ քարտիկ մեջ գրառումը կկատարեմ։ Հաջողություն եմ անում, բացում, տեսնում 37 տարեկան կին է։ Ոչ մի խնդիր չի ունեցել գրեթե, արգանդը մի փոքր մեծացած է եղել, ճարպակալում ունի, ուրիշ ոչ մի բան։ Նորից եմ զանգում այդ կնոջը, ասում եմ, ես դուք եք իրոք 37 տարեկան, որ ձեր արգանդը ձվարաններով հեռացրել են, հա, բա ես եմ պապկսուկը վերցրեցիք, դրանից հետո վատացա, լրիվ արգանդը ձվարաններս լրիվ հեռացրել են։ Ասում եմ, բա ինչի համար են հեռացրել, ասեցին դե արագ միոմա աճել, ուրեմն իմ մոտից դուրս է եկել, գնացել գիշերը վատացել, միոմա է աճել, ուժեղ, տենց ինչ սրընթացից չգիտեմ, տենց միոմա չի լինում, առաջի անգամ այդ կնոջ մոտ է եղել պատմության մեջ, աշխարհի պատմության մեջ հեռացել են, բայց դե ես ձեր մոտ կգամ, ուզում եմ ասեմ, դե գալիս ես ինչ անես, ու սա հեռացած, ասի լավ որ գաք էպիկրիզը կբերեք, էպիկրիզը ու հյուսվածքաբանական հետազոտության պատասխանը, բայց ինձ էպիկրիզ չեն տվել, ասել են դե դու որ չես աշխատում, քեզ էպիկրիզ չենք տալիս։ Այլ չեմ կարող նկարագրեմ, քանի նյարդային բջիջ ես կորցրեցի այդ օրը։ Ուղղակի սպասեց, եթե այդ նույն օրը ես այս տեսահոլովակը նկարանեի, երևի ես ինչ բարերով էի նկար, ասեցի մի քիչ հանգստանամ, նոր սա բացատրեմ։ Սա չգիտեմ, կհասկանաք, էլ գիտեք ոնց է թուլացել, էլ մեջից ոնց որ մի քանի օրգաններ լրիվ հեռացնեն ու թաղեն միանգամից, որ հնարավորություն չկա, որ հետո գալու են աշխատեն օրգանիզմիս մեջ։ Հույսդ կորում է, որ դու քո արածդ ոչ մեկը չի հասկանում, ասածդ չեն հասկանում։ Այսքան մի տարի է այս տեսահոլովակ եմ նկարանում, որ ասում եմ 37 տարեկանում ձվարան չեն հեռացնում, ժողովուրդ ջան։ Եթե քաղցկեղ ու նախաքաղցկեղ չի, այս մարդու մոտ։ Ոնց լավ, ես իմ հետ ոնց պետք է պապկսուկը վերցրած ալնեմ, որ տենց արգանդը վնասած լինեմ, այն մարդով որ պապկսուկը հանձնե գիտի դա ինչ է, դա հասկանում են որ պապկսուկից արգանդը չեն հեռացնում, այդ ինչ պետք է արած լինեմ այդ արգանդի հետ պապկսուկը վերցնես, խոզանակով մի քանի բջիջ ես վերցնում, քսում ապակու վրա ուղարկում հետազոտության տակ, լավ, արգանդը նենց են վնասել, որ հեռացվել են արգանդը, բայց ձվարանները 37 տարեկան մարդու ձվարանները ոնց են հեռացել։ Հիմա գալիս է իմ մոտ, գիտեմ որ գալիս է, իմաստը նա է որ գա, ես ասեմ, բա այս ինչ տկարամիտ բժիշկ է, այստես բաներ չունեմ ասել։ Ես բժիշկներին ընդհանրապես ոչ մեկի չեմ քննադատում։ Ոչ մի ձև։ Ես ձեզ եմ ասում, դուք տկարամիտ եք, որ ձեր արգանդն ու ձվարանները հեռացում են։ Բժիշկներին ընդհանրապես ես ոչ մի խնդիր չունեմ բժիշկների հետ։ Արդեն ասել եմ, որ երկրները լինում են զարգացած եւ զարգացող։ Մենք դրանց մեջ ոչ մեկի մեջ չենք լինում։ Զարգացած ու զարգացող երկրները իրարից տարբերվում են կադրերով, որ զարգացած երկրներում կադրերը իրանց տեղում են։ Զարգացող երկրերում, քանի որ հսկողություն չկա, ամեն մարդ կարա դառնա բժիշկ, ով ուզի կարա դառնա, ինչ հանցագործ ուզես կարա բժիշկ դառնա, ինչ հանցագործ ասես կարա ուսուցիչ դառնա, ինչ հանցագործ ասես կարա նախարար դառնա ու ամենավերևները բարձրանա։ Դրանից է զարգացողը տարբերվում զարգացած երկրները դրանով են տարբերվում։ Մենք, քանի որ չզարգացող ենք, հետն էլ հետ զարգացող ենք, մեր մոտ հանցագործությունները բժշկական ինչքան կլինեն։ Իրանց չեմ մեղադրում, մեր մարդը հանցագործը նստել է իր գնացել է հասել մինչև վիրաբույժ դառել, բա դու այդ կարամիտ գնում ես հաց ես առնում, հաց առնելուց չեք ես վերցնում, որ այս խանութից այս օրը, այս ժամին չեք ես վեր, հաց ես առել, հաց ես գնել, քո արգանդը ձվարաններով հեռացում են, դու մի հատ թուղթ չես վերցնում, որ տեսնենք ինչ են արել քեզ, էպիկրիզ դու չես վերցնում, քեզ ասում են դու չես աշխատում, դու ասում ես հա ես չեմ աշխատում, ժողովուրդ ջան, ձեր տկարամտությունից այս երկիրը այսօրին է։
ձեր հիմարությունից, տկարամտությունից, չգիտեմ, հիմարություն չի, սա սանեց լավ իդիոտիզմ է, չգիտեմ ոնց է, որ ձեր ինչից է սա գալիս, որովհետև գիրք չեք կարդում։ Արդեն ասել եմ, սա ինձ առաջի տեսահոլովակս, որ նկարագրել եմ, ասել եմ գիրք պիտի կարդաք։ Ու ձեր ուղեղներում 3-4 աշխատող բջիջ է ընդամենը։ Մեկը ուտելու մասին է մտածում, մեկը երևի սեքսի մասին, մեկը քնելու մասին, մեկին ասում է լավ դե թուրքերը գան մեզ գրավեն, որ ապահով լինենք։ Էսա ձեր մտածել, իրար հետ չկա կապ, պիտի գիրք կարդաս, որ 4 բջիջները գոնե իրար հետ կապակցվեն, նյութ սինտեզեն, աշխատանք լինի ուղեղում։ Սա ոնց կլինի, ես սա չգիտեմ ձեր վերջը որն է։ Ձեզ իհարկե որ այդ մարդը գնալու է 26 թվականին ընտրությունների, դե որ ինքը վեճը չի, արգանդը, ձվարանը, խառը, ինձ հարց տվեցի, ասեցի լավ, այս մարդուն վեճը չի, իր արգանդը, ձվարաններով լրիվ հեռացրել են, դու ես ինձ վատացել։ Որտեղ ես վատացել եմ, որտեղ 26 թվականին այդ անգլուխ ձյավորը գնալու է ընտրությունների։ Իր համար պետք է Արցախ, իր համար Սյունիք կարևոր է։ Որ արգանդը ձվարաններով հանել են 37 տարեկանում վեճը չի եղել։ Մնացածը ինչի մասին կարանա մտածի։ Ժողովուրդ ջան, հանցագործությունները շատ են։ Ու այդ հանցագործներից մեկը կարա ինձ սպանի, որ ես քիչ խոսամ ու շատ շնորհակալ կլինեմ իրան։ Շատ շնորհակալ, որովհետև ես ամեն ինչ տեսնել եմ, ինձ մեկը շատ իզուր եմ գալիս ես բուսաբանական այգի, ինչ որ սննդակարգ եմ կարգավորում, մեկը ինֆարկտիս եմ անալու կամ խելագարվելու եմ ձեր հետ։ Ինչ կարամ տանը նստեմ ուտեմ ինչ ուզում եմ։ Շատ իզուր եմ ես ամեն ինչի անում։ Ու ասելիքս նա է, որ էպիկրիզ վերցրեք, որ գնում եք ձեր մոտ օրգան են հեռացնում, ասեք էպիկրիզ տվեք, այդ էպիկրիզի մեջ պիտի գրած լինի, որ օրը, որ ժամին են ձեզ վիրահատել, ինչ ծավալի վիրահատություն են ձեզ արել, ով է կատարել այդ վիրահատությունը, ինչ ցուցումների հիման վրա այդ վիրահատությունը կատարել, ու ինչ որ հեռացրել են, ինչ հյուսվածքաբանական հետազոտության պատասխան է եկել, քաղցկեղա թե չէ, ձեզ հետաքրքիր չի, որ հեռացրել են ձեզնից օրգանը, ինչ է եղել են դե որ հեռացրել են։ Այսպիսի հանցագործությունները ավելի շատ ռայոններում է լինում, իհարկե այնտեղից է շատ զարմանում են, որ սաղ գալիս են Երևանում բուժվում, դե Երևանում գոնե հույս կա, որ բժշկի մոտ կընկնես նորմալ, կան, նորմալ բժիշկներ շատ ունենք։ Իսկ ռայոններում 1-2 բժիշկ են մաֆիա սարքած ղեկավարների հետ միասին, որ ում տնան արգանդ հեռացնեն, որ բանդը գումար վաստակի, իհարկե հիվանդանոցին, որ գումար բերում, որ արգանդը հեռացրեցին, ինչ լավ բժիշկա, որ արգանդը հեռացում, ես ցույց կտամ արգանդ հեռացնելը 4 կապանա։ Կտրում ես հեռացում, արգանդը հեռացնելուց հեշտ վիրահատություն բժշկության մեջ չկա։ Այն են նորմալ արգանդները, դե քանի որ նորմալներն են հեռացնում, որ չհասցնի ռակ կպնեք, չհասցնեք ռակ կպնեք։ Այ, մի խոսքով շատ դժվար է։ Ասելիքս է նա էպիկրիզի անպայման, ով որ ու այդ բժիշկներին էլ զգուշացնեմ, որ զարգացող երկրներում, օրինակ Ռուսաստանը զարգացող երկիր է։ Բացում են պատմագրերը, հիվանդները դատի են տալիս, բացում են պատմագրերը, 10 տարի առաջվա կատարած վիրահատությունը, 20 տարի առաջ կատարված հիվանդությունը, բերում են գլխավոր բժշկին, բերում են այդ վիրաբուժին, բոլորին դատի են տալիս։ Դե չգիտեմ, մեր այսքան որ հետ, թափով հետ ենք զարգանում, ձեզ այս աշխարհում երևի վտանգ չսպառնի, բայց Աստծո պատիժը շատ մոտ է։ Էպիկրիզի անպայման վերցրեք ձեր բոլոր միջամտություններից, բիոպսիա կլինի մի փոքր չնչին մի մաս կհեռացնեն, թուղթ պիտի տա բժիշկը, որ այս օրը այսպիսի միջամտություն է կատարվել։ Այսքանը այսօր Աստված հույս տա, համբերություն տա, իմաստություն տա, գիրք կարդացեք ժողովուրդ ջան, առանց գիրք կարդալու ուղեղը չի աշխատելու։ Զարգացած երկրներում են, լավ երկրներում ասում են շաբաթը մի գիրք կարդացեք։ Կիսազարգացած երկրներում ասում են ամիսը մի գիրք կարդացեք։ Քանի որ մենք հետա մնացենք, ձեր պատճառով ենք հետա մնաց։ Ձեր պատճառով որ մեր Արցախը չունենք մենք։ Ոչ թե Քոչարյանն է մեղավոր, Փաշինյանն է մեղավոր, դուք եք տկարամիտ։ Ձեզ արգանդախառը որ սա հանում են, հեռացնում են, դուք եք այս Արցախը հանձնել։ Ձեր անգրագիտության, տկարամտության պատճառով է այս ամեն ինչը տեղի ունեցել։ Գիրք կարդացեք, տարին մի հատ գիրք կարդացեք, օրը մի էջ բան կարդացեք, որ այս գլխի բջիջները կարողանան աշխատեն։ Այսքան այսօր մեծ հույսերով կհանդիպենք նորից։